Ողջույն հարգելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ։ Շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ շաբաթօրյա Աստվածաշունչի սերտողությանը։ Այս շաբաթ մենք ուսումնասիրելու ենք Նամակ Հռոմեացիներին 4-րդ գլուխ 9-ից 12 համարները։ Շարունակում ենք մեր անցյալ շաբաթվա սերտողությանը, այսինքն հավատ թե գործեր։ Եվ այստեղ մի հստակ օրինակ է մեզ տալու Պողոս առաքյալը այն ժամանակվա սխալ, այսպես ասած, վարդապետության վերաբերյալ։ Նա շտկում է այս սխալը եւ բացատրում է ճշմարտությունը մեզ։ Ինչպես միշտ, ամեն շաբաթ ձեզ քաջալերում ենք, որ պատկամը ստանալու պես դուք ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Իհարկե մենք քաջալերում ենք բոլորին, որ բոլորը իրենց ավետարանության պարտականությունը կատարեն, Աստծո խոսքը սփռեն, գոնե իրենց միջավայրում հարազատների, բարեկամների, ընկերների միջև։ Եկեք ուրեմն մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք քո բոլոր տված օրհնությունների եւ բարիքների համար։ Աղոթում ենք Հիսուս մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, օրհնես նրանց առատորեն, օգնես բոլորից, որ աշակերտվենք մենք քո խոսքերով եւ միմիայն լսողներ չլինենք, այլ կատարողներ լինենք քո խոսքին։ Աղոթում ենք Հիսուսի անունով, ամեն։ Ուրեմն նորից անդրադառնանք մեր սերտողությանը եւ վերնագրին, զգուշացիր մարդկանց վարդապետություններից։ Քաջալերում ենք բոլորին, որ իհարկե ոչ միայն լսեն քարոզները եւ անկախ թե որ եկեղեցուն են պատկանում։ Մենք կարևոր չենք համարում դա։ Կարևոր ենք համարում այն, որ բոլորը հարկավոր են Աստծո խոսքին գնալ, բոլորը հարկավոր են Աստծո խոսքը ուսումնասիրել, սովորել, որովհետեւ Աստծո խոսքը շունչն է Աստծո եւ բացի դրանից եւ այսինքն դրա հետ մեկտեղ ասեմ, Աստծո խոսքը մեր կողմնացույցն է, գծագրերն է հավատքի եւ ամեն հարցի վերաբերյալ անհրաժեշտ է Աստծո խոսքին գնալ, որպիսի հասկանալ եւ ճիշտը պարզաբանել, երբ որ առաջանում են տարաձայնություններ, նամանավանդ, այս դեպքում ավելի հասկանալի կլինի մեր համար, երբ որ մենք սկսենք ուսումնասիրել այս համարները։ Պողոս առաքյալը բազմաթիվ անգամ զգուշացնում է հավատացյալներին սուտ կամ շեղող վարդապետությունների վերաբերյալ։ Այս անգամ նա շտկում է այն ժամանակվա առաջացած սխալ հասկացողությունը, որ հավատացյալներին հարկավոր էր թլպատություն։ Իսկ հրեաները դա պնդում էին, որովհետև նրանք շատ հստակորեն ուղղակի կարճում էին նրանք հին ուխտին եւ օրենքին, բայց ինչպես ակնհայտ է բոլորիս համար, երբ Հիսուս խաչվեց, սրբությունների սրբություն մտնող այդ վայրը, որ կար մեծ վարակույրը, որ ասեմ ձեզ, շատ ծանր վարակույր էր, որ հարյուրավոր տղամարդիկ պետքա հավաքվեին, որ կարողանային բռնեին եւ տանեին այդ վարակույրը, ուրեմն պատկերացրեք քանի հարկ բարձրությամբ այդ վարակույրը վերևից ներքև պատռեց Հայր Աստված, որտեղ այլևս մարդու եւ Աստծու միջև պատնեշ չկա։ Ազատ է մուտքը Հիսուս Քրիստոսով։ Եվ հրեաները այս հասկացողությունը լավ չէին ըմբռնել եւ որոշ դեպքերում եւ ժամանակներում, այսինքն որոշ խմբեր եկեղեցու մեջ հրեական ճյուղով կամ ճյուղին պատկանող նրանք պնդում էին որոշ բաներ օրենքից։ Հիմա այս դեպքում այս թլպատության հարցն էր մեջտեղ եկել եւ ինչ էր տեղի ունենում։ Պարտադրում էին բոլոր հավատացյալներին, հրեա թե հեթանոս, ով որ հավատքի է գալի, թլպատվել։ Ու Պողոս առաքյալը այստեղ մեզ շատ հստակ բացատրում է, որ դա ճիշտ չէ։ Ինչպես է սկսում։
Ուրեմն առաջի կետը թլպատություն, թե անթլպատություն։ 9-ից 10 համարներն ենք ուսումնասիրելու։ Գրած է արդ այս երանությունը թլպատության է վերաբերում, թե անթլպատությանն էլ, որովհետև ասում ենք Աբրահամի հավատն արդարություն համարվեց։ Արդ ինչպես համարվեց, թլպատություն ընդունելուց հետո, թե առաջ, ոչ թե թլպատությունից հետո, այլ անթլպատության վիճակում։ Ինչու է սա մեջ բերում։ Եթե կհիշեք անցյալ շաբաթ Դավիթ թագավորի երանին մենք կարդացինք, որ երանի է տալիս նրանց, ում մեղքերը ներված են, եւ Աստված այլևս չի հիշում նրանց մեղքերը։ Եվ Պողոս առաքյալը ուզում է ուղղակի բացատրել. լավ, հարգելիներս, մենք վերցնում ենք Աբրահամին որպես մեր հավատքի հայր եւ բոլորի հավատքի հայր։ Եվ ինչու բոլորի հավատքի հայր ու ոչ միայն հրեաների հավատքի հայր, որովհետև այստեղ բացատրում է Պողոս առաքյալը, որ Աբրահամը արդարացած էր հավատով։ Սա է ուզում բացատրել։ Հավատքը եկավ թլպատությունից առաջ։ Ուրեմն ստեղ նաև մի ուրիշ հարց է առաջանում. գործերով փրկություն, թե շնորհով փրկություն։ Եթե կհիշեք, նախքան սերտողությունը կամ այսինքն մեր նախաբանը, երբ որ կատարեցինք մենք կարճ բացատրություն նամակ հռոմեացիների մասին, բացատրեցինք, որ նամակ հռոմեացիներինը շատ կարևոր մի նամակ է, որը բացատրում է, որ փրկությունը արարքներով չի, այլ շնորհով է։ Փրկությունը Հիսուս Քրիստոսով է, այլ ոչ թե մեր արժանինքներով, որտեղ Աստված մեծ խնդիր ունի մարդու հպարտության հետ կապված։ Նա չի ուզում, որ գործերով փրկություն լինի, որ հետո մարդը հպարտանա, ասի ես արեցի։ Ու դրա համար նա իր որդուն է ուղարկել, որ ոչ մեկ չկարողանա պարծենա։ Փրկությունը Աստծով է, Հիսուս Քրիստոսով է, նրա սուրբ այրունով է, որ մենք փրկված ենք, ոչ թե մեր գործերով կամ արժանինքներով։ Սա է ուզում բացատրել, որ հավատը թլպատությունից առաջ էր։ Հավատով արդարանալը, այսինքն Աբրահամի փրկությունը թլպատությունից առաջ էր։ Եվ այստեղ ուրիշ մի հարց կա, որ առաջանում է, սա էլ մեր երկրորդ կետն է, թլպատություն որպես հավատի կնիք։ Եկեք 11 համարը ուսումնասիրենք, գրած է. «Եվ թլպատության նշանը ընդունեց իբրև այն հավատի արդարության կնիք, երբ անթլպատ էր, որպեսզի նա հայր լիներ այն բոլոր հավատացյալներին, որոնք անթլպատությունից են, որպեսզի նրանց էլ արդարություն համարվի»։ Այսինքն Աբրահամը չէր կարող հայր լինել բոլոր ազգերին եւ համարվեր հավատքի հայր, եթե հատուկ մի ժողովրդի վերաբերյալ էր դա կամ հատուկ մի ժողովրդի համար էր դա։ Հետևաբար մենք գիտենք, որ այստեղ պարզաբանում է Պողոս առաքյալը այս հարցի շուրջ եւ նպատակի վերաբերյալ։ Նպատակն է կարևոր հասկանալ, ինչու է Աստված արտոնել այս ավանդույթը, այսինքն թլպատության։ Սա իսկապես հաստատում էր Տիրոջ խոստումը հրեաների հետ, բայց նոր ուխտում այս կնիքը մենք Սուրբ Հոգու բնակվելն է մեր մեջ։ Այդ նոր ուխտը, նոր կնիքը դա է, երբ որ մենք ապաշխարության ենք գալիս, վերստին ծնունդ ենք ընդունում, այդ օրվանից, այդ վայրկյանից մենք ստանում ենք Սուրբ Հոգին։ Ուրեմն հավատքի կնիքը լինում է այդ դեպքում Սուրբ Հոգին։ Եվ նա նայած, որ այսինքն նաև ասենք, որ քրիստոնյաների համար կամ տարբեր քրիստոնեական ճյուղեր կան այսօր, որ երկու միտք կա, այսինքն երկու գաղափար։ Ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիները
ընդունում են, որ մկրտությունը փրկության անհրաժեշտ գործն է, որ անհրաժեշտ է մկրտությամբ առաջին մեղքը մաքրել, իսկ բողոքական եւ ավետարանական եկեղեցիները համարում են մկրտությունը որպես հավատքի կնիք, նաև ուղղակի հանդիսավոր կերպով մենք հայտարարում ենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսին։ Ու այսպես, քանի որ սա Տերը մեզ հրաման է տվել, որ կատարենք, պարտավորում է մեզ մկրտվել հավատք ընդունելուց հետո, անում ենք սա որպես հանդիսավոր, որպես հայտարարություն հավատքի։ Ու թողնեմ ձեզ դուք մեկնաբանեք այդ հարցը, հետագայում մենք խոսենք դրա վերաբերյալ, իմ կարծիքը ուղղակի Աստծո խոսքից է, որ եթե շնորհով ենք փրկված, պարզապես գործերով փրկված չենք, մեր արժանինքներով փրկված չենք։ Հետևաբար մենք հավատում ենք Հիսուսին եւ հավատով ենք մենք արդարացած, ինչպես Պողոս առաքյալն է բացատրում։ Սա ուզեցի շեշտեմ ուղղակի որպես հավելյալ տեղեկություն տարբերությունները եկեղեցիների միջև։ Հիմա անցնենք երրորդ կետին։ Ուրեմն նորից պատճառին ենք անդրադառնում։ Վերջի կետը 12 համարն ենք ուսումնասիրելու։ Եվ թլպատության հայր լինի ոչ միայն նրանց, ովքեր թլպատությունից են, այլ նրանց էլ, ովքեր այն հավատի հետքով են գնում, որ մեր հայր Աբրահամը անթլպատ ժամանակ ուներ։ Ուրեմն շարունակում է միտքը պատճառի վերաբերյալ։ Սա էլ մեզ վառ օրինակ է, որ հավատն առաջ եկավ նոր թլպատությունը։ Ուրեմն ինչ կարող ենք մենք հասկանալ։ Հավատացյալը պետքություն չունի թլպատության եւ մենք այլևս օրենքի եւ հին ուխտի տակ չենք։ Ուշադիր պետք է լինենք, թե ով ինչ է սովորեցնում, անկախ թե եկեղեցու պատկանելությունից։ Ուրեմն անհրաժեշտ է բոլորս անդրադառնանք Աստծո խոսքին, որպեսզի մենք հասկանանք ճշմարտությունը Աստծո խոսքից եւ թույլ չտանք, որ դարերի ընթացքում, եթե շեղումներ է կատարվել մեկնաբանության վերաբերյալ, անհրաժեշտ է մենք վերադառնանք հիմքին, կորիզին եւ ճշմարտությանը, որը Աստծո խոսքն է։ Հենց այդ միջոցով էլ մենք մեր բոլոր հարցերի վերաբերյալ պատասխան կստանանք եւ կհասկանանք, թե Աստված իսկապես ինչ է կամենում, վստահելով իր առաքյալներին, ովքեր որ գրել են այս նոր կտակարանը եւ իհարկե հինն էլ ընտրված մարդկանցով, Սուրբ Հոգով է դա ամեն ինչը կատարվե եւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ է եղել։ Իրանք իրանց սեփական կարծիքը չեն գրում, իհարկե, գրում են այն ինչ որ Սուրբ Հոգին է նրանց թելադրել եւ տվել։ Ու պարզապես պետք է որ այսօրվա գոնե պատգամով առաջինը տեսնենք, թե ինչ տեսակի տարաձայնություն կար այն ժամանակ, դա առաջի հերթին, հասկանանք, որ մենք օրենքի տակ այլևս ենթակա չենք, եւ երրորդ հերթին հավատով ենք փրկված, ոչ թե գործերով։ Այս շաբաթ այսքանը, հույսով ենք, որ օրհնանք էր ձեր համար այսօրվա սերտողությունը, աղոթում ենք Տերը ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։